Ողջույն, Պարահանդես նախագծի օրագիրն է Շանթի եթերում, այսօր դիտելու ենք։ Ինչպես է սովորել դպրոցում Վահագը։ Մաթեմատիկայից եմ լավ եղել, ընդունվել եմ պետական համալսարան։ Ինչ գործ ունի Մուրադը օդում։ Տեղակի չեմ եղել, որ նկարել են այս ամեն ինչը։ Ինչու է Տաթևիկն այդքան շատ հարցեր տալիս։ Այդքան հարցեր, որ շատ ողջունելի է։ Սենիկի եւ Լուսինեի պարային նպատակները։ Շատ հանգիստ կարող ենք հայտ ներկայացնել, եվրոպական ստանդարտում բարեք։ Ինչ են ասում մեր մասնակիցների մասին նրանց ընկերներն ու հարազատները եւ իհարկե իրարանցումը 6-րդ գալահամերգից ժամեր առաջ։ Վատ աշակերտը լավ ուսուցչու մոտ։ Գիտենակ ինչ հաստատվում այդ համադրությունից։ Բարև երեխեք, նախ ոնց եք։ Լավ։ Շնորհադրություն։ Նորմալ է։ Լավ։ Վակ, փաստորեն այս համերգին Դիանա լինելու է քո ուսուցչուհին, չէ՞։ Հա։ Ինչքան գիտեմ։ Ոնց ես սովորել դպրոցում։ Սովորել եմ լավ։ Չէ, ավելի ճիշտ նորմալ։ Դե որ առարկաներ էր հատկապես լավ։ Հատկապես լավ էր։ Լավ եմ եղել մաթեմատիկայից, որովհետև հայրս է դասավանդել։ Այսինքն իմ առաջին ուսուցչուհին եղել է մայրս, հետո շարունակել է հայրս։ Ես ծնվել եւ մեծացել եմ մանկավարժի ընտանիքում։ Մաթեմատիկայից եմ լավ եղել, ընդունվել եմ պետական համալսարան, մինչև թատերական ինստիտուտ ընդունվել եմ։ Այսինքն մաթեմատիկա եւ ֆիզիկա։ Իսկ կներես, որ ասացիր պապան մաման ուսուցչուհին են, ուսուցիչ են։ Դա քեզ օգնել է թե խանգարել է։ Ճիշտ ասած օգնել է, որովհետև հիշում եմ, որ ամբողջ դասարանին ծնողական ժողովի ժամանակ, ծնող կանչելու ժամանակ բոլորին հայտարարում են ծնողական ժողով, բացի ինձանից, որովհետև մերուկ դպրոցում էի։ Այդ առումով լավ էր, դες չէի գնում տունը վախեցած, գիտես, մամ, պապ, ծնողական ժողով, պիտի գա, իսկ այդ առումով լավ էր, իսկ մի քիչ վատ էր, որ ես շատ ակտիվ եմ եղել։ Ու մի քիչ այդ ակտիվությունը սահմանափակում էր, որովհետև հանկարծ պապայի, մամայի վրա չխոսան, գոլեգաներ աշխատում։ Դե մամայի, պապայի պատիվը պետք է բարձր կա, չասին։ Գոնե նորմալ սովորել է։ Հա։ Չէ, նորմալ սովորել եմ։ Շատ ակտիվ եմ եղել, շատ ակտիվ։ Այ ոնց ապարում եմ։ Այդտենց դասին։ Այդտենց դասի էի գնում։ Չափից ավելի ակտիվ։ Լավ, Ջանից դու ոնց ես սովորում։ Դու դեռ սովորում ես։ Սովորում եմ դեռ։ Բայց Պարահանդեսի փորձերն ու նկարանումները շատ է խանգարում։ Դա է ուզում իմանալ, ոնց են դիմանում դասատուները, այն փաստին, որ բավականին շատ ես, չէ՞ բացակայում։ Նորմալ հասկանում են, որ չեմ կարող ստեղել չգալ, բայց ջղայնանում են ամեն դեպքում։ Ջղայնանում են։ Բայց վերջում ներում են երևի, չէ՞։ Իսկ եթերից հետո արդեն ասում են լավ ոչինչ։ Լավ բարեցի, լավ։ Այս տարի Հա, որ լավ են բարում, ասում են հա լավ ոչինչ։ Այս տարի կընդունվի արդեն ինստիտուտ։ Ամեն ինչ կլինի իր հետ։ Չէ՞։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն քեզ։ Լավ։ Մուրադ նիհարել ես։ Շրվել ես քանի կիլոգրամ ես նիհարել։ Շատ եմ նիհարել, երևի մի 7-8 կիլո հաստատ նիհարել եմ։ Ոտեն գոտիների վրա սենց փոխում եմ գոտիները կամ ծակ եմ անում։ Կամ ավելացնում ես, չէ՞։ Կինդ ուրախ է, որ նիհարել ես, թե ակարակ։ Ուրախ է։ Իսկ տենց խնդիր եղել է, որ Մուրադ դեմ քիչ փոր ունի, նիհարել, ապոր կա։ Հիմա էլ չկա այդ փորը, կորավ։ Վերջ, բայց լավ է սենց, գոհ եմ։ Հա, սենց հաստատ լավ է։ Գիտեմ, որ տանը քիչ ես լինում, Մուրադ, դե պարզ է, նկարանումներ, հա, Պարահանդես, ֆիլմի հետ կապված եւ այն տնեցիները չեն բողոքում։ Բա ինչ են անում, գրիչ ջան։ Տղես երևի հենց չի ճանաչում, որ գնում եմ տուն, տենց ուշ քնած առավոտ գալիս։ Սա պապան է։ Հա։ Կինս եմ, պապան եկել է, նա ուրախանում է, բայց տունը չեմ կարողանում լինեմ, ինչ անեմ։ Դա ժամանակավոր բնույթ է կրում, էլի։ Հասկանում եմ ու հա, նու պարզ է, որ ժամանակ էլ տրամադրես, չէ՞ ունենա ժամանակ, ունե տրամադրես ընտանիքին։ Անկեղծ ասած մենք թաքուն կադրեր ունենք եւ կուզենայի հիմա դիտենք, հա, որից հետո շարունակենք։ Դիտենք։ Դաշնային տանդա,
Ադես ինչ էր։ Նա բարելու եք թե ինչ եք անելու։ Բարելու ենք, բայց տենց սարքեցին էլի, ես տեղակը չեմ եղել որ նկարել են այս ամեն ինչը։ Ահա։ Սենց բերել էին սենց գետնին հասցրել էին ու չէին թողնում իջնեին եկե, բայց ահավոր վիճակ էր էլի մոտս։ Չէ լուրջ, բավականին լուրջ։ Նկարողին ես գիտեմ, կգտնեմ ով է նկարել։ Արդեն հասկացել։ Հա։ Աղամնի, այդ ինչ թեմա է, որ այդտենց մունադին կապել են եւ այլն։ Հա։ Մեր բեմադրության մեջ հանդերձյալ աշխարհից երկու հոգի երազում են վերադառնալ իրական կյանք, վերջում բարձրանում են վերև։ Այո, ամեն ինչ հասկացա։ Ու իմը չստացավ։ Մուրադը բարձրացել էր ու էլի չէր ինչ։ Վրանոց չստացվի։ Ստացավ։ Չթողեցի որ ստացվի գիտի։ Հավանաբար դեպս ձեզ հաջողություն եմ մաղթում եւ զգուշ եղեք։ Ի վերջո։ Մերսի։ Ստացի։ Ողջույն եղեք։ Ոնց եք։ Շատ լավ։ Անտիր։ Անտիր։ Հիասքա։ Իսկույն անտիր։ Դա տևից հիշում նախորդ բարի ժամանակ ինչ եղավ եւ առաջարկում եմ մի հատ հիշենք, հա, այդ դրվակ։ Դա տևել ուժից գլուխ չի ցավում։ Անցել է արդեն ինչ որ եղել էր։ Բայց այդ պահին լուրջ ուժ էր։ Այդ պահին կարծում եմ տեղին էր այդ հարվածը, որովհետև ցուլը հենց այդպես պիտի ընկներ։ Չափից ավելի բնական ստացվեց։ Լավ էինք աշխատել այդ մասի վրա։ Տատը միշտ շատ էմոցիոնալ է սպառում ու դա ինձ թվում բոլորն էլ կհամաձայնվեն ինձ հետ։ Իսկ հետո բեմից հետո որ դուրս ես գալիս, ինչ վիճակ է այդ հանգիստ ես ավելի թե դեռ այդ էմոցիոնալ վիճակը շարունակվում է։ Շարունակվում է, անդադար չի վերջանում։ Це կապ չունի հոգնածությունը, բացարձակ կապ չունի։ Ստեղծագործական ջյուղը չի դադարում իմ մեջ մնալ։ Ես արդեն մտածում եմ այ մյուսին ինչ պիտի անեմ ու ասում երբ են գալիս պարապենք մյուսը։ տենց։ Ու հարցեր էլի, անդադար հարցեր ասենք։ Ուղղակի անսովոր է էլի, դե իմ կյանքում շատ եմ աշխատել, հա նույնն ասենք թեկուզ դասավանդում եմ եւ այլն, այս տիպի իրավիճակ իմ մոտ երբեք չի եղել, էլի, որ ասենք այդքան հարցեր, որը շատ ողջունելի է։ Շատ էլի։ Անկետ։ Լրացնեմ հարցի պատասխանը, եթե կարելի է, ասեմ, որ պարը ինձ համար տարերք է եւ շատ մեծ հաճույք եմ զգում, երբ որ այդ process-ի մեջ եմ։ Եվ հիմա այդ առիթը ես ունեմ ու չեմ ուզում, որ մի ակնթարթը բաց թողնեմ, ես վայելելու այդ պահը։ Դրա համար հարցեր եմ տալիս ինչի համար, ես ուզում եմ, որ կիրթ անեմ այդ ամեն ինչը, ճիշտ լինի։ Ինչ անեմ, որ չափից դուրս մաքսիմալիստ, ռեալիստ մարդ եմ ես։ Դա ինձ հավատացեք, միգուցե եւ խանգարում է դասավանդվող մարդկանց, բայց արդյունքը ունենալու համար պիտի գրագետ լինես։ Կարծում եմ դա լավ էր։ Եվ բծախնդիր։ Շատ հարցեր են։ Այո, համաձայն։ Տաթե ոնց են վերաբերվում հարազատները, բարեկամները, ընկերներդ, հա, քո մասնակցության այս նախագծում։ Ով է ամենից շատ ոգևորում քեզ։ Բոլորն են անհանգստանում ինձ համար, ուզում են, որ ամեն ինչ շատ լավ լինի, ոգևորում են, բայց ասեմ, որ ես այս դեպքում էլ երևի մի քիչ կլինեմ սեղմ այդ հարցում, ես ինքս գիտեմ իմ որակը։ Ինչքան ուզում են ինձ գովեն, ասեն լավ է, ես պիտի դա զգամ։ Ես իմ սանդղակը գիտեմ։ Բոլոր հարցերում ես հույսդ միայն քեզ վրա դնում։ Աստված ու ես։ Տեսար։ Լավ ներգոգա աչքերը։ Ես հաջողություն եմ մաղթում եւ համոզված եմ, որ հաջորդ պարին մենք բոլորս կտեսնենք էլի լավ, գեղեցիկ, էմոցիոնալ պար։ Դες հաջողություն։ Շնորհակալություն։ Սենիկ ինչ լավ է ստիրապետում այդ թիկնոցին, տարիքի մեջ է։ Սիրում ես սլամորտ։ Գիտես Գրիշ, թիկնոցի հետ կապված այդ իսպանական այդ վիճակը
որպես այդպեսին առանձնապես չեմ պարապել, բայց ինքը հենց ներսից տեսել ես ֆիքսել ես։ Հա, տեսել եմ, ֆիքսել եմ ու միանգամից ստացվել է։ Իր համար չեմ շատ աշխատել, որ ստացվի, ու տենց ստացվել է ու շատ բնական ու շատ լավ եղավ։ Օրինակ բավականին շատ մարդիկ կան, ովքեր դաժանություն են համարում ցլամարդ, հա։ Քո վերաբերմունքը Ճիշտն ասած, ես ի սկզբանե որպես ցլամատին վերաբերվում եմ լավ, գեղեցիկ, բայց շատ սադիստ բան կա իր մեջ, դաժանություն կա իր մեջ, կոնկրետ ամեն դեպքում գեղեցկությունը, այդ գրավիչ գեղեցկություն կա, ճիշտ ասում լուսնե, բայց ամեն դեպքում գեղեցիկը չի կարելի տենց սարսափելի կերպով 6 թրով սպանել, դաժանաբար։ Ես դեմ եմ, որովհետև անկախ նրանից այդ ցուլերը որ կատաղած են, իրանց պատճառով են կատաղած, էլի։ Հա, կատաղածն են, լուսին է։ Քո վերաբերմունքը։ Իմ վերաբերմունքը ես շատ եմ սիրում, ընդհանրապես իմ երազանքն է որ գնամ Իսպանիա եւ դիտեմ այդ ցլամարտը։ Գնալուց խոսքը ինձ էլ է տանելու։ Կտանեմ Սանջան։ Դու ես եղել դեռ։ Չէ, Իսպանիայում չեմ եղել, բայց կուզեմ լինեմ։ Ճիշտ է, կուզեմ։ Լուսինե, սենիկը էլի փորձերի ուշանում է, չէ՞։ Վայ, այդ հարցը մի տվեք ինձ։ Ես երկար կխոսեմ դրա մասին։ Ահա որա անտանելի է։ Վերջի շրջանում, հա, սենիկ լավ, երկու անգամ ուշացել։ Հա, անցյալքիր է, դու այդպես էլ ասում ես, ես այդպեսին եմ, սենց վերջ, թե փորձում ես աշխատել, փոխել քեզ։ Թե աշխատել եմ։ Վայ, երեխեք ինքան վատ եմ զգում ինձ։ Չէ, աշխատում եմ, որ չուշանամ, բայց էլի չի ստացվում։ Նա անկախ ամեն ինչից ստացվում է, որ ուշանում եմ, էլի։ Դե ես մի ժամ ռաշետով շուտ զարթնում եմ, ինչեւ իսկ ով է արթնացնում։ Հա, Լուսինն է արթնացնում, բացի Լուսինից էլի մի 4 հոգի զանգում են, մաման զանգում է, տենց զարթնացնում են։ Հերթով։ Հա, ինչեւ արթնանում եմ, տենց հասնում եմ փորձի, արդեն մի կես ժամ։ Սենիկ, անկախ ամեն ինչից անկեղծ եմ ասում, քեզ մտամեն շատ լավ է ստացվում։ Թող մեկ-մեկ էլ ուշանա։ Ինֆորմացիա ունեմ, որ որոշել եք մասնակցելու պրոֆեսիոնալ ինչ-որ փառատոնների կամ չգիտեմ։ Կա այդպիսի բան։ Իրոք դες բան եք որոշել։ Դա միտք է եղել, այդպես մեզ կողքից հուշել են, ճիշտ ասած, կողքից դուք եք որոշել։ Կողքից ասեցին։ Երեք լավ էլ բարում եք։ Հա, դրացեք պրոֆեսիոնալ։ Մենք փորձերի ժամանակ որ փորձ էինք անում, ասեցին շատ հանգիստ կարող ենք հայտ ներկայացնել, դուք եվրոպական ստանդարտում բարեք։ Որպես Ոչ Լատինո Ամերիկա։ Հա, Լատինոն դե չեմ ասում, դա արդեն ստացված է, ես ուզում ասեմ, ման։ Չստացված։ Շատ համեստ եք։ Հալը, եվրոպականը ծրագիրը, բայց հիմա դա առայժմ միտք է, այս նախագիծը հնարավորություն տվեց այդ մասին մտածել, բայց հիմա չեմ մամք իրականացնեմ, թե չեմ իրականացնի, այդ արդեն պրոյեկտից հետո, որովհետև հիմա չափից դուրս զբաղված եմ։ Բայց եթե մի օր իրականանա, փաստորեն մաղարիչ կարելի է։ Հա, անել։ Անել։ Քեզ 100%։ Հա, էլի ված չէ լինի։ Հայանդեպս ձեզ հաջողություն եմ մաղթում։ Մերսի ջան։ Ստեցու։ Գուցե մի օր իսկապես Սենիկն ու Լուսինեն կմասնակցեն միջազգային մրցույթին, հայանդեպս ես հավատում եմ։ Իսկ հիմա բոլորս պատրաստվում ենք 6-րդ գալա համերգին։ Իդեպ բացի մասնակիցներից այսօր լսելու ենք նաև նրանց հարազատներին եւ բարեկամներին։ Գնացինք։ When you're smiling, when you're smiling, when you're smiling, when you're smiling. Համերգի ժամանակին զգացողություններ եք ունենում, ինչ եք մտածում։ Հիմնականում շատ լարված եմ լինում, ու անամφեր սպասում եմ իր ելույթին, ու շատ հուզված եմ լինում, որովհետև իրանից հուզված, որ սպասեմ, որ լավ բարի։ Այդքան այսօր առավել ևս, որովհետև իր ամենասիրած բարերից մեկն է բարելու պասադոբել, ու անամφեր սպասում եմ իր ելույթին։ Աղավնին կավա տեսել։ Չէ լուրջ։ Աղավնի եւ Մուրադի այս բարը յուրահատուկ է լինելու, տարբերվելու է մյուսներից, քանի որ անակնկալ է սպասվում վերջում։ Չէ, բայց արեք էլի այս մասը, որսս ֆռա։ Այմար տարեք էլի։ Վստահ եմ նրա ուժերին եւ գիտեմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի։ Եկել եմ ստեղ, որ կիսեմ նրա հետ իր հաջողությունը։ Լուսինեն չափազանց գեղեցիկ է բարում, եզաճկուն է, նազանքով է, հպարտանում եմ։
ամենակարևորը որ ինքը մեծ բերկրանք է ապրում այս բարերի ժամանակ ու իր համար հրաշալի հնարավորություն էր այս ծրագրով, այս նախագծով անդրադարձ ունենալ շատ ավելի լուրջ այդ բարերին, քան ասենք ինչ որ եղել է ինստիտուտում, որը այն բարձրության վրա չի ծավուկ ծրտի լինում, որովհետև շատ են ու այս լրջությունը բնականաբար չի կարող այնտեղ լինել, որ լավ էր այս իմաստով, որ այս նախագիծը կա։ When you're laughing, you bring on the joy. Bring on the joy. Be happy. Ինձ թվում է շատ լավ է ստացվում իր մոտ, կոնկրետ հենց պահումները, ամբողջ բարը ինքն է տանում։ Վերջի պահն է իր պահումը, որ ինչ որ ինքն ոչ թե անհանգստանում է, մտածում է այդ անընդհատ ոնց որ այդ պահը, չգիտեմ, երևի լավ կստացվի, համենայն դեպս իրան good luck բոլոր մասնակիցներին։ Հուսով եմ, որ լավ կպարի։ At night when you're asleep. Baby into your den I'll creep. Ագը արտակինով ասենք ավելի շատ բաքսյորա դերասան է, բայց ոչ բարող։ Ուղղակի իր մեջ մի հատ յուրահատկություն կա, որ դերասանի ու այդ ինչ ասեմ բաքսյորի այդ միքսը հետաքրքիր բան է բերում, որ ասենք էկրանից նայում ես ինքը գրավիչ է, բայց որպես բարող պլաստիկան շատ թերի է, եթե անկեղծ ասեմ։ Անկախ նրանից որ ինտերես է, բայց անկեղծ կլինեմ։ Բայց կուզեմ իհարկե որ ախտի։ Ոնց եք իշ տրամադրությունը բարին պատրաստ եք թե պատրաստ չեք ու ինչի համար եք ամենաշատ անհանգստան։ Շատ լավ ենք։ Հիանալի տրամադրությունը, ամենաշատը վախենում ենք, որ կարող է սոտ տա հատակը, բայց կփորձենք։ Բայց չի տա։ Ես հենց հիմա գնում եմ, որ իս ջղայնացնեմ։ Մենք հենց հիմա գնում ենք, որ իրեն ջղայնացնենք։ Իրանք որ մի քիչ էլ մնային, ես կջղայնանայի։ Ամեն ինչ լավ է, շատ նորմալ է, շատ հրավիրություն։ Շատ բարձր տրամադրություն, բարենք չա։ Մեծ քանակությամբ սեր է փոխանցվելու եւ հեռուստադիտողներին եւ հանդիսատեսին։ Արմենիս հաջողություն ամենակարևորը այս պահին, որովհետեւ առաջին ինքն է ապարում։ Այդ կարող եմ ասել առայժմ, հետո ես, ինձ էլ հաջողություն։ Կոնիչիվա։ Ահա եւ վերջ, ես գնամ բեմ, իսկ դուք չմոռանաք դիտել 6-րդ գալահամերգը, վաղը ժամը 22:40։ Իդեպ ասեմ, շքեղ համերգ է սպասվում, հավատացեք, բայ։